Սիմեոն Սյունյակյացը վանքում էր ճգնում և մի օր որոշեց, որ գնա սյան վրա ճգնի։ Ինքը առանձնահատուկ տարբերվող ճգնությունների ձգտում ուներ, ներքին մղում ուներ, իրապես խորը աստվածային ներքին մղում ուներ, բայց արտառոց էր արտաքինից և չէին հասկանում, չէին կողմնորոշվում, ոչ վանահայրն էր կողմնորոշվում, ոչ վանականներն էին կողմնորոշվում և մտածում էին, որ սա կարող է տանել շեղման։ Եվ մի օր Սիմեոնը որոշեց սյուն կանգնեցնել, գնալ սյան վրա ճգնել։ Վանահայրը իմաստուն մարդ էր։ Վանականներից մեկին ուղարկեց, ասաց գնա Սիմեոնին ասա թող հետ գա։ Եթե Սիմեոնը լսեց ու վերադարձավ, ուրեմն հպարտությունից չէ դա, ներքին աստվածային ձգտում է։ Եթե ասես չէ, ես պիտի գնամ ճգնեմ, ուրեմն հպարտությունից է դա, մարդկային է, աստվածային չէ, զոռով հետ բերեք։ Գնացին Սիմեոնին, ասեցին Սիմեոն, վանահայրն ասում է դու հետ արի, մի գնաս սյուների վրա ճգնի։ Իջավ սյունից, եկավ վանք, անմիջապես։ Եվ վանահայրը ասեց, համոզվեց, վստահացավ, որ իրապես այս իր ներքին ձգտումը աստվածային է, սրբության աստվածային ձգտումը։ Յուրաքանչյուր մարդ էլ կարող է հասնել սրբության երկրի վրա, տեսեք, երկնքում բոլորը պետք է սուրբ լինեն, եթե արդարներ են, դու պետք է փրկվեն երկնքի արքայության մեջ, բայց երկրի վրա այդ իրենց այդ ներքին մղումը ձգտումն է իրենց տանում սրբության։ Եվ ինչ է լինում, դրանք դառնում են հզոր սյուներ, Սիմեոն Սյունյակյաց սյուն է նշանակում, կամ ուժեղ մարտիկներ, զինվորներ, տեսեք, որ մարդիկ գնում են պատերազմի, կան զորահրամանատարներ, կան հզոր մարտիկներ, որոնք ոչ միայն իրենք են կարողանում պատերազմել, իրար հետևից տանում են ժողովրդին։ Այդպես էլ սյուները եկեղեցու սուրբերն են, որ եկեղեցին ամբողջական է, մեկ է։ Սուրբերը առանց հավատացյալների չկան, հավատացյալները առանց սուրբերի չկան։ Միասին են այս, բայց նրանք հզոր ուժ են, առաջնորդ են, առաջամարտիկ են, զորավար են, զորագլուխ են, որ տանում են իրենց հետևից հավատացյալները։ Ինչու է իրենց հաջողվում, որտև աստվածային նախանձախնդրություն կա Աստծուց իրեն մեջ դրված։ Մարդուց չէ դա։ Հիմա մեզ որ հարցնեն Սիմեոնի նման կգնայիք սյունների վրա ճգնեք, ասենք չէ։ Որտև հաստատ չենք կարա։ Այնքան թույլ ու տկար ենք մենք։ Մի քիչ երկարում է պահքը կամ մի քիչ տկնությունը, հոգնությունը ավելանում է, մենք թուլանում ենք, տկարանում ենք, հա։ Ուրեմն սուրբերը այս իմաստով իրենք կարծես մեր հաղթանակած եկեղեցու սյուները լինեն, իրենք մեզ տանում են իրար հետևից։ Լավ ու վատի խնդիր չի, ուժեղի ու թույլի խնդիր է, հզորի ու տկարի խնդիր է։ Յուրաքանչյուր բանակում պետք է լինի, յուրաքանչյուր մարտի դաշտում պետք է զորավարներ լինեն և առաջամարտիկներ լինեն, և սուրբերը մեր առաջամարտիկներն են, որ պատերազմեցին, հաղթանակած դուրս եկան և հիմա էլ մեզ են օգնում, որ մենք պատերազմենք։ Ամեն մեկը կարծես պետք է զգա յուրաքանչյուր մարդ իր չափը, որտև Աստված ամեն մարդուն չափ է տվել և փորձի իր աստվածատուր չափն ու սահմանը ճանաչել և հնարավորինս կատարել իր կյանքում։